պարոն Կարապետյան, հուլիսին 3 Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց եւ փոխհատուցման հարցն են որոշելու։ Այս կապակցությամբ ինչ կասեք։ Լուրջ մի ընդունեք։ Պարոն Կարապետյան, Իրենք արդեն հեծը գցել են իրենց ոտքերին, դուք երևի դա տեսնում եք, բոլոր ցուցանիշները կատաստրոֆիկ են, դրա համար Պարոն Կարապետյան, իսկ ժամկետներ շատ ուրախ կլինեն հիմա, եթե այդ քայլերը ձեռնարկած չլինեն։ Ժամկետներ ունեք մոտավորապես դուք այդ իշխանափոխությունը ինչ ժամկետում եք պատկերացնում 1 ամսում, 2 տարում, 3 տարում, թե 5 տարի հետո ինչ ժամկետներ եք պատկերացնում Դուք ինչ ժամկետում եք ուզում, օրինակ ձեր ցանկությունը ո՞րն է։ Ես ցանկություններ չունեմ, դուք ես ուզում եմ հասկանալ ձեր մոտեցումը։ Ես իմ ժամկետները ունեմ։ Դրանք որքան մոտավորապես ինչ ժամկետներ են։ Իհարկե չեմ ասի, հիմա ասեմ Մինչև 1 տարի, թե 1 տարուց շուտ։ Դա բոլորդ կտեսնեք, հերթով։ Պարոն Կարապետյան, ես մի փոքր ուշ միացա, չգիտեմ, հարցեր հնչել են թե ոչ, դուք բազմիցս մինչև ընտրությունները հայտարարում եք, որ ընտրությունից հետո արդեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կունենաք։ Ուզում եմ հասկանալ այս գործընթացը ինչ փուլում է, արդյոք հրաժարման այս գործընթացը ինչ որ գործնական փուլ մտել է, չի մտել։ Չէ, գործնական փուլ մտել է, դա գործնական փուլում է։ Կոնկրետ ինչ փուլի մասն է խոսքը։ Դե հիմա ես Դուք 3 երկրում, Հայաստանում ունեք քաղաքական, Հայաստանում հիմա քրեական գործով եք անցնում, եւս 2 երկրում էլ հայց ունեք ներկայացված, ու այս 3 երկրներում են տարբեր քաղաքացիություններով եք ներկայանում։ Արդյոք դա կարող հանգարող հանգամանք դա։ Օրինակ, եւս 2 երկրում ունեմ։ Ֆրանսիայում դուք ներկայանում եք որպես Հայաստանի, Ֆրանսիայում հայց ունեք, ներկայանում եք որպես Հայաստանի քաղաքացի, Ստոկհոլմում հայց ունեք, ներկայանում եք որպես Կիպրոսի քաղաքացի, այստեղ էլ քրեական գործով եք անցնում ու 3 երկրի քաղաքացիությունով եք ներկայանում։ Արդյոք սա կարող է Արդյոք կարող է սա հանգարող հանգամանք հանդիսանալ ձեր 2 երկրների քաղաքացիություններից հրաժարվելու համար Կիպրոսի եւ Ռուսաստանի։ Իհարկե չի հանդիսանում։ Նաեւ դուք ես հարցեր չեմ հարցրել։ Դուք ձեր եթերում հետո աղավաղում եք։ Դա ձեր անձնական կարծիքն է։ Կարող եք Դա ձեր անձնական կարծիքն է, շարունակում եմ։